Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է։ Օրվա թեմաներն են։ Վարչապետ Փաշինյանը հաստատել է, ընդունել է Պուտինի հրավերն ու Կրեմլի հրապարակում կդիտի հաղթանակի շքերթը։ Մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել։ Արդարադատության նախարարը հայտնել է, որ նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի 10 ամսից մինչև խորհրդարանական ընտրությունները։ Մենք տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում։ Քոչարյանի Հայաստան դաշինքը չի շտապում ստորագրել Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու նախագիծը, այն որակելով ավանտյուրա։ Հնդկաստանն ու Պակիստանը տասնյակ զոհերի մասին են հաղորդում երեկվա հրթիռակոծությունների հետևանքով։ Անօթաչուների գրոհի պատճառով Սերբիայի նախագահի Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում։ Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի ընտրությունը, առաջին փորձն այսօր է։ Նախ խորհրդարան տեղափոխվենք, կառավարության հետ հարց ու պատասխանը վերածվել է թեժ վիճաբանության, նիստի հեռարձակումը մի քանի րոպեով ընդհատվել է, ապա անդիմադիրներն այլևս դահլիճ չեն վերադարձել։ Նախ անկեղծ ես միևնույն է չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում։ Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։ Ես չգիտեմ արդեն որ երրորդ անգամ պետք է ասեմ, մի մեղադրյալ, քանի անգամ եմ ձեզ հարցրել, մի մեղադրյալ, եթե Անիվի գործով չի ներգրավում այս գործի մեջ, հիմա դուք եկել ինչ եք ասում։ Ինչ կոռուպցիայի հետևից գնալ, ինչ բյուջե լցնել կոռուպցիոն այդ նախկին սխեմաների մասով եւ այլն։ Դուք այդ քաղաքական կամքը չունեք ձեր սեփական թիմի պատասխանատվության ենթարկելու։ Դա ուղիղ պարզ ասեք։ Հայաստանի Հանրապետությունում մամուլը չի դատական իշխանությունը։ Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ ԱԱՑ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրակների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի, վերնգի տեղը տասի, ներվերս չուտես։ Լրություն դալություն։ Վախի, լրություն։ Տիկին Վարդանյան, դույով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ դույով չխոսաս։ Ուրեմն դույով չխոսաս։ Նստի տեղդ, դույով չխոսաս։ Եղավ։ Դույով չխոսաս։ Ասում եմ դույով չխոսաս։ Չափերիդ մեջ մնա, դույով չխոսաս։ Դուրս կշպրտեմ քեզ այս դահլիճից։ Դուրս կշպրտեմ քեզ։ Ասում եմ դուս կշպրտեմ, նստի տեղդ, դույով չխոսաս, ես միջև իշխանություն ունենալել եմ քո հետ տենց խոսացել ու քո շեֆերի հետ եմ տենց խոսացել, ընդմիջում։
Եվ հարց ու պատասխանի որոշ դրվագներ, քանի դեռ կրկերն այսքան չէին թեժացել, Փաշինյանը հասցրել է շաբաթվա հնչեղ մի քանի թեմաների անդրադառնալ։ Վարչապետն այսօր խորհրդարանում հաստատեց, ընդունել է մայիսի 9-ին հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա մեկնելու Ռուսաստանի նախագահի հրավերը։ Այցին Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ պատասխանելով իշխանական պատգամավորի դիտարկմանը, թե այս օրերին հնչում են մեկնաբանություններ, որ այդ այցը կվնասի Հայաստան-Արևմուտք հարաբերությունները։ Մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, եւ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք Մեի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ըստ Փաշինյանի այդ միջոցառումը կարևոր է երկրորդ աշխարհամարտի ընթացքում տարած հաղթանակի համատեքստում։ Բացի այդ, այցն ասած առիթ է նաև երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, որը բաց թողնելը ճիշտ չի լինի։ Ինչ վերաբերում է երկկողմ հանդիպումներին, միայն նշեց, շփումներ կլինեն, բայց դժվարացավ ասել, դրանք պաշտոնական կլինեն, թե ոչ։ Վարչապետն այսօր անդրադարձավ նաև նոր վարչական շրջանում թաղապետի մասնակցությամբ ծեծին։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրեց, համաձայն է Երևանի ավականիում ՔՊ-ի հետ իշխանություն կազմած Հանրապետություն կուսակցության այն դիրքորոշման հետ, որ ակտիվիստին ծեծել են Հայաստանի ինքնիշխանության համար։ Փաշինյանը ուղիղ չպատասխանեց, բայց ցանկացած բռնություն ասած դատապարտելի է։ Այդ որ ձեր համար բռնությունը ընդունելի չի, մենք դա ո՞նց պիտի տեսնենք։ Ոնց պիտի հասկանանք ընդունելի է թե չէ։ Դատապարտել եք, աշխատում է մինչև հիմա այդ մարդը։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում քննչական կոմիտեները, այդ թվում իրավապահ մարմինները։ Իսկ երբ որ հարցը կդառնա քաղաքական հարց, դրա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն։ Նիկոլ Փաշինյանը նաև պնդեց, թե տեղյակ չէ միջադեպի պատճառից։ Մինչ թաղապետի ու մյուսների կողմից ծեծվելը ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգել էր Նոր-Նորքում մանկապարտեզի անորակ շինարարության եւ հնարավոր չարաշահումների մասին։ Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ ընդհանուր խոսեց, շեշտելով, թե կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ անձ չի կարող իրենց թիմից լինել։ Նայեք, ժողովրդական խոսք է, որ ասում է թղթով ամեն ինչ ճիշտ է։ Շարունակելով կոռուպցիայի թեման, վարչապետը նաև նշեց, թե անվտանգության խորհրդի քարտուղարն իրեն ամեն ամիս գրավոր զեկուցում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են կոռուպցիոն դեպքերին կամ որոնցում կասկած կա կոռուպցիայի վերաբերյալ։ Բայց թե ինչու իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող հրապարակումները հիմնականում չեն ունենում քաղաքական եւ իրավական հետևանք, Փաշինյանը չբացատրեց։ Ընդդիմադիրներից Գառնիկ Դանիելյանն էլ հետաքրքրվեց Տավուշի Ազատամութ համայնքի մոտակայքում իրականացվող ականազերծման աշխատանքներից։ Հարցրեց, արդյոք դրանք կապ ունեն սահմանազատման հետ։ Փաշինյանը միայն պնդեց, սահմանազատման աշխատանքները առանց հայտարարելու չեն կարող լինել։ Ուզում եմ հասկանամ, այդտեղ ինչի է կատարվում, այդտեղ եթե ընդդեղից պիտի սկսի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը ըստ այդ կանոնակարգի համաձայն։ Սահմանազատման կանոնակարգը հաստատելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները համաձայնել են գործընթացը շարունակել հյուսիսից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից, ապա հարավային ուղղությամբ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ Վարչապետը թիմակիցների հարցերի շնորհիվ այսօր չշրջանցեց նաև երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուսանողների հետ վերջին հանդիպումների ընթացքում հնչած հայտարարությունները։ Փաշինյանը դարձյալ Հայաստանի նախկին ղեկավարներին հրավիրեց բանավեճի։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ինչի՞ չեք գալիս։ Դարձյալ իմպիչմենտի մասին, որ կարծես վերածվել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, այլ ընդդիմության շարքերում հարաբերություններ պարզելու նախաձեռնության։ Հայաստան դաշինքին չհամոզեց պատիվ ունեմի գրավոր պարտավորությունը ապահովել խմբակցության բոլոր ստորագրությունները, անգամ եթե վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ նախագահի թիմակիցները գործը սկսելուց առաջ երաշխիքներ են ուզում։
Երկրորդ նախագահը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը լուրջ չի համարում։ Ավելին, նրա թիմակից Աղվան Վարդանյանի գնահատմամբ, սա ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան իշխանության դեմ պայքար։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է կամ սադրանք կամ այլ նպատակ է հետապնդում։ Ինչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել Հայաստան խմբակցությանը կամ ասեք Իմպիչմենթի են գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ կամ ընդունեք Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվունեմը մինչդեռ կարծում է, որ այս փուլում իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Երեկ այս մասին լրագրողներին ասել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Պատիվունեմը առաջարկել էր վարչապետի միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ սկսել, առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել իմպիչմենթի գործընթաց, ավելին հանրապետականը պատրաստ է սատարել նաև հենց Ռոբերտ Քոչարյանի թեկնածու Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկարտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին զերո ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել եւ նախաձեռնել այդ գործընթացը։ Սահմանադրության համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու։ Ռոբերտ Քոչարյանը սակայն այս գործընթացը լուրջ չի համարում, այսօր փոխանցեց Աղվան Վարդանյանը։ Ասել է առաջիկա լուրջ գործընթացներին, փողոցային շարժում, արտահերթ կամ հերթական ընտրություններ, մասնակցելու ենք, ծանրակշիռ մասնակցություն ենք ունենալու։ Ուրեմն կարող եք այս ասածից ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը հենց այսօր իմպիչմենտ սկսելը լուրջ գործընթաց չի համարում։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվունեմ խմբակցություն ունի ընդամենը 6 падգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը 28։ Վարչապետի անվստահության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար առնվազն 54 կողմ ձայն։ Ստացվում է, երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն։ Աղվան Վարդանյանն այսօր վերահաստատեց, պատրաստ են տալ իրենց 28 քվեն պայմանով, եթե նախ ապահովեն անհրաժեշտ ևս 8 падգամավորի ստորագրություն, ինչպես նաև փողոցում էլ ժողովրդական շարժում սկսեն։ Ասել ենք, թող լինի այդ 36-ը, 36 ստորագրությունը, ում անուն ուզում եք բերեք, մենք միանում ենք։ Հիմա ձեր կարծիքով ում անունը որ բերեն այդ համախմբում այդ շարժում այդ փողոցային բանը լինելու է։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով անցած շաբաթ падգամավորներին դիմել էր Արթունենք շարժումը։ Հիմա եթե դու իրավունք ունես նախաձեռնելու անվստահություն հայտնելու գործընթաց, բայց այդ իրավունքից չես օգտվում, նշանակում է, որ դու վստահություն ես հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարությանը։ Շարժման անդամներից Էդգար Ղազարյանն Ազատության զրույցում այս գնահատականն է տալիս Հայաստան խմբակցությանն ու ասում. «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ նամակ գրել»։ Ռոբերտ Քոչարյանի անուն այս գործընթացի հետ կապելը, դա անտեղի շահարկում է իրենց կողմից։ Նամակների հեղինակը ես եմ, անձամբ, որպես քաղաքացի։ Ես Ռոբերտ Քոչարյանին նամակ չեմ գրել։ Ղազարյանը բացատրում է, ազգային ժողովի падգամավորներն ունեն պարտավորություններ, վերահսկելու կառավարության գործունեությունն ու անհամապատասխանություն տեսնելու դեպքում կարող են վարչապետին անվստահություն հայտնել, այդ պատճառով էլ նրանց են դիմել։ Ինքը պետք է վարչապետին անվստահություն հայտնի, այլ մեխանիզմ իր ծրագրից շեղված կառավարության գործունեությունը խափանելու մեր սահմանադրությունը չի նախատեսում։ Անդրադառնալով այն փաստին, որ երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, Էդգար Ղազարյանը հարցնում է, այդ դեպքում ինչու են օրենքի նախագծեր հեղինակում, չէ՞ որ առանց քաղաքացիական պայմանագրի դա օրենք չի կարող դառնալ։ Օրինակ նույն Աղվան Վարդանյանի հեղինակած պետական դրոշի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ընդունվել է, կարծեմ միաձայն։ Ու մինչ երկու նախկին նախագահների թիմերը վիճում են իշխանափոխության հասնելու ուղիների շուրջ, իշխանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իմպիչմենթի օրակարգը դատարկամիտ որակեց։ Նույնիսկ Հայաստան խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի հիմք գոյություն չունի, այնպես որ ես ավելի շատ կարծում եմ, որ սա ընդդիմության ներսում իրար հետ հաշիվներ մաքրելու եւ միմյանց ինչ որ քաղաքական process-ներ պարտադրելու եւ դրանով ավելի լավ ընդդիմադիր երևալու մրցավազք սկսել։ Իդեպ, օրերս քաղաքացիական պայմանագրից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանը չէր բացառել, որ հենց իր ղեկավարած նորաստեղծ Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցությունը նախաձեռնի վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։
Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, թե սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 10 ամսից, չստորագրելով արդեն բանակցված խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը նախապայման է դրել Հայաստանի մայրօրենքից հանել հղումը անկախության հռչակագրին, որտեղ Ղարաբաղի մասին հիշատակում կա։ Տեքստը մշակման փուլում է։ Արդյոք հասել եք այն փուլին, որ անկախության հռչակագրի հղումը հանելու փուլն է հասել։ Տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի Անկախության հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել է, որ կողմն է, որ անկախության հռչակագիրը դուրս գա։ Այդպիսի քննարկական քննարկումներ կա, թե դեռ մենք տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Դրանից հետո կտրվի ժողովրդի դատին։ Հանրաքվեի իրականացման հետ կապված է հարցը, չեմ կարող հստակ ժամկետներ նշել, ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ, ասելու ենք իհարկե, որովհետեւ վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրության ընդունմանը։ Եվ թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, արդարադատության նախարարն այսօր ասել է, որ նոր սահմանադրությունը 10 ամսից պատրաստ կլինի։ Դուք տևական ժամանակ աշխատում եք այդ փաստաթղթի վրա, դա իրատեսական ժամկետ է։ Ճիշտ ասած, ես չգիտեմ, թե ովքեր են աշխատում եւ ինչ ձևաչափով է այդ սահմանադրության նախագծի, թե սահմանադրության փոփոխությունների նախագծի ուղղությամբ աշխատում, բայց խնդիրը կան նրանում, որ կարող է մի ամսում էլ պատրաստեն, բայց process-ը մասնակցային չէ, այսինքն այն ինչ որ մենք իրականացնում էինք, նկատի ունեմ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հետո սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որ հենց մասնագետներն են եւ որոնք աշխատում էին, ներկայացնում էին տեքստեր, այդ մեխանիզմը չկա։ Դրա համար դուրս եք մնացել փաստացի գործընթացը։ Հիմա դե ֆակտո չի աշխատում խորհուրդը։ Ովքեր են որոշումներ կայացնում, թե նախագծում սահմանադրական մարմինների լիազորությունները, փոխհարաբերությունները ինչպիսին են լինելու ինստիտուտները, սահմանադրական ինստիտուտները ինչ կարգավիճակներ են ունենալու։ Ընդհանրապես այս հարցերի վերաբերյալ որոշումներ ովքեր են կայացնում ի վերջո, բայց կարևոր է, որ մասնակցային գործընթաց չի եւ պետք է սպասենք, թե այդ ինչ տեքստ են ներկայացում եւ ովքեր են տեքստի հեղինակները ամենից կարևորը։ Այս շտապողականությունը հնարավոր է պայմանավորված է հնարավորինս շուտ անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելով եւ գուցե նաեւ գալիք խորհրդանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելով։ Ես ինչքան հիշում եմ, հստակ էր, որ սահմանադրության հանրաքվեն չպետք է համընկնի ազգային ժողովի ընտրությունների օրվա հետ։ Իդեպ ասեմ, որ նաև հասկանալի չէ հիմա նոր սահմանադրություն են գրում, թե սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որովհետև դրա վերաբերյալ էլ հստակ մոտեցում չկա։ Ես հիշում եմ, որ ամենաառաջի նիստին խորհրդի ես ինքս եմ բացասել, որ պետք է ընդհանրապես նոր սահմանադրություն ընդունվի, բայց ասես ինչ է նախագիծ, փոփոխությունների նախագիծ։ Հիմա երևի թե ինչ որ բան որոշել են։ Ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, ապա կարծում եմ, ոչ թե կարծում եմ, կա սահմանադրական դատարանի որոշումը։ Սա մեկ, այսինքն կա բարձրագույն սահմանադրական մարմնի դիրքորոշումը, որ անկախության հռչակագիրը չի պարունակում որևէ տարածքային պահանջներ որևէ պետության նկատմամբ, բայց սկզբունքային է նաև, որ սահմանադրության անկառնայից նոր թե փոփոխությունների նախագծի հետ կապված որևէ այլ պետության միջամտություն անթույլատրելի է, առավել ևս Ադրբեջանի ընդհանրապես որևէ պետության, եւ այնպես որ չեմ կարծում, որ կգնան
թեկուզ վարչապետը հայտարարել է, որ անկախության հռչակագիրը պետք է անվի, կգնան նման քայլի, որովհետև դա ինքնիշխանության սկզբունքից, սահմանադրական անփոփոխ հոդված ինքնիշխանության սկզբունքից ակնհայտ նահանջի վկայություն կլինի։ Երեք հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է միջազգային անկախ դիտորդներին, անգամ դիվանագետներին մասնակցել հայերի դատերին, նույնիսկ տեղեկություններ կան, որ նման ցանկություն հայտնած մարդիկ Բաքվում հետապնդումների են ենթարկվել։ Զուգահեռ դատավարությունը շարունակվում է, միայն պետական քարոզչական հեռուստաալիքի կադրերից է հնարավոր ենթադրել, ինչ է կատարվում ապակուծային կողմ։ Потерпевший Махир Гусейнов сказал, что Բաքվի զինվորական դատարանում նորանոր տուժողներ են ի հայտ գալիս, որ ցուցմունք են տալիս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ։ Տուժող Մախիր Հուսեյնովը դատարանում պատմում է, սրխավենդում իր կողքին հրետանային արկ է պայթել, ինքը վիրավորում է ստացել։ Մադադ Ռզաևը վիրավորվել է Լաչինում, Բախիևի ուղղությամբ դիպուկահարն է կրակել։ Հասանովի աջ ծունկն է վնասվել արկի բեկորից եւ էլի մարդիկ, որ դատարանում պատմում են, թե հայկական զինուժի ռմբակոծության հետևանքով ինչ վնասվածքներ են ստացել։ Потерпевший заявил, что в то время армянские военнослужащие Բաքվի իրավապահները տուժող ներկայացող ադրբեջանցիների ընդարձակ տեսականի են դատարանի դահլիճ բերում, նույնիսկ այնպիսի քաղաքացիների, որ պնդում են, թե ճանաչում են Վարդանյանին։ Փնթիթ թատերական ներկայացում է այս ամենը, ըստ իրավապաշտպան ու Արցախ միության նախագահ Արտակ Բեգլարյանի։ Նրանք, ովքեր ցուցմունքներ են տվել կամ իրենց վկայություններն են տվել, իրենք ուղղակի ագրեսորներ են։ Իրենք հարձակվել են մեր ժողովրդի վրա սպանելու, ջարդելու, փշրելու, բնականաբար մենք մեր ինքնապաշտպանության իրավունքից օգտվել ենք եւ դիմադրել ենք, պաշտպանություն ենք կազմակերպել։ Եթե նույնիսկ Բաքվի դատարանում ցուցմունք տվողներն իսկապես վիրավորում են ստացել, ապա այդտեղ որևէ հանցակազմ չկա, շեշտում է Արտակ Բեգլարյանը։ Հանցագործությունն ադրբեջանական հարձակումն է, ոչ թե ինքնապաշտպանությունը, ասում է։ Որևէ մեկը, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, այդ թվում ռազմական կամ քաղաքական ղեկավարությունը չեն կարող որևէ ձևով հետապնդվել մեր ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Իրավապաշտպանը նաև հիշեցնում է Ռուբեն Վարդանյանը վերջին ռազմական գործողությունների ժամանակ որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել, մինչև այդ պետնախարար էր, որ զբաղվում էր տնտեսական ու հումանիտար հարցերով, երբևէ ռազմական ու անվտանգային ոլորտ չի համակարգել։ Уголовному делу в отношении гражданина Армении Рубена Варданяна, обвиняемого в преступлениях против мира и человечности. Երեկվա դատական նիստից մանրամասներ է տարածում միայն Ազերթաջ իշխանական լրատվականը։ Միջազգային լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ այդ նիստերին մասնակցելու հնարավորություն չունեն։ Ըստ նույն Ազերթաջի երեկվա նիստում Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը կրկին բողոք է ներկայացրել դատավորական կազմի դեմ, այն հիմնավորմամբ, որ դատարանն այս գործով օբյեկտիվ ու անաչառ չէ։ Փաստաբան Բերմանն ու Ռուբեն Վարդանյանն ինքնաբացարկ են պահանջել։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը դատարանին խնդրել է չքննել այս հարցը։ Պնդել է Վարդանյանն ու փաստաբանը փորձում են ձգձգել դատական process-ը։ Դատարանն այդպես էլ արել է, բողոքը թողել է առանց քննության։ Протест был остановлен без рассмотрения. Իրավապաշտպան Արտակ Բեգլարյանի կարծիքով բովանդակային հարցերը հայ գերիներին խոշտանգելու հանգամանքը մի կողմ միայն ընթացակարգային խախտումները բավարար են հայտարարելու, արդար դատավճիռ Բաքվում անհնար է։ Այդ դատերին ներկա է պաշտոնական Բաքուն ու հայ գերիները։ Միջազգային մոնիտորինգ գոյություն չունի։ Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ բաց են այդ դատական նիստերը, բայց ըստ էության իրենք մուտք չեն տալիս որևէ մեկին, եւ հայ, եւ միջազգային մոնիտորինգային խմբերի, փաստաբանական խմբերին, որպեսզի կարողանան այնտեղ դիտարկել, թե ինչ է տեղի ունենում։ Բեգլարյանի խոսքով դեռ տարեսկզբին են դիմել միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, որպեսզի խմբեր մեկնեն Բաքու, գործընթացը աչքի տակ պահելու համար։ Մերժվել են բոլորը։ Բեգլարյանը կարևոր է համարում, որ մերժում ստացած կառույցները պաշտոնապես հայտարարեն այդ մասին։ Որքան միջազգային ճնշումը մեծանա Ալիևի ռեժիմի վրա, այնքան հավանականությունը մեծանում է, որ իրենց իրավունքները ավելի պաշտպանված կլինեն, իհարկե վերջին հաշվով նաև ազատ արձակման պահը կգա։ Ըստ իրավապաշտպանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որպես բռնապետ միայն ճնշման լեզուն է հասկանում, նաև շատ զգայուն է միջազգային վարկանիշի առումով։ Արտակ Բեգլարյանն ընդգծում է հայ գերիների ապօրինի դատավարությունների դեմ ավելի ակտիվ հանդես է գալիս Վարդանյանի ընտանիքն ու փաստաբանական թիմը։ Այստեղ մեծ նշանակություն ունի նաև այն, որ նախկին պետնախարարն ինքը Բաքվի բանտից ու դատարանի դահլիճից առավել հրապարակային է պայքարում, սակայն այդ ամենն ըստ իրավապաշտպան
պահպանի հանուն բոլոր հայ գերիների է։ Ռուբեն Վարդանյանի գործով դատական հաջորդ նիստը մայիսի 13-ին է, իսկ Արցախի նախկին պաշտոնյաների ու տարբեր հանգամանքներում գերեվարված խաղաղ բնակիչների դատավարությունը շարունակվելու է վաղը։ Потерпевший Агалий Ибрагимов сказал, что 18 мая 1992 года Դատական այս մի գործընթացում 90-ականների դեպքերն են նկարագրում ականատես ներկայացող տասնյակ ադրբեջանցիներ։ Խմիչք արտահանող հայ գործարարները դժգոհում են, որ վրացական կողմը Լարսի անցակետում մանրամասն ստուգումների է ենթարկում ապրանքը, որը Վրաստանում չի իրացվելու։ Ժամանակատար այս գործընթացը խախտում է բիզնես շղթան, մինչ հայկական կոնյակն ու գինին կհասնեն Մոսկվա, ադրբեջանական ոգելիցն է արդեն ռուսական խանութում հայտնվում։ Ռուսաստան կամ Մերձ Բալթյան երկրներ Լարսով ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունները վերջին 1-1.5 ամիսներին իրենց համար տարօրինակ ստուգումների են ենթարկվում։ Ազատության զրուցակիցը, որ ցանկացավ անանուն մնալ, պատմեց, Վրաստանը տարանցիկ երկիր է, չեն հասկանում, թե ինչու են այնտեղ որոշել հայկական ալկոհոլը լաբորատոր ստուգումների ենթարկել, հետո նոր թույլ տալ, շարժվել դեպի Ռուսաստան, թե ոչ։ Վրաստանում մեքենաները կոնյակով վարձկացող ուղարկում են գեյզի ոչտաց Մոժնյա, Թբիլիսիում գտնվում։ Նմուշարում են անում, ուղարկում են անալիզ, բայց Վրաստանի համար դա աբսուրդ է, էլի, որտեղ իրանք տարանցիկ երկիր են, իրանց համար շատ կոպիտ ասված տարբերություն չկա այդ կոնյակը պարունակությունը ինչքան է որակով, ինչքան է անորակ։ Ալկոհոլային խմիչք արտահանող ընկերությունների ներկայացուցիչները, որ գերադասում են առայժմ անանուն պատմել խնդիրների մասին, նաև դժգոհում են։ Վրացական անցակետից բացի իրենց բեռները ռուսական հատվածում են հիմնականում երկար ստուգումների ենթարկվում, բայց դա քիչ թե շատ հասկանալի են համարում, որովհետև իրենց խմիչքները հենց ռուսական շուկայում են վաճառում, բայց երբ վրացական կողմում են իրենց բնորոշմամբ արհեստական խոչընդոտների հանդիպում, բաց են թողնում ռուսական շուկայի հետ նախապես կնքված պայմանագրային ժամկետները, իսկ այդ ընթացքում հաճախ ադրբեջանական խմիչքներն են դարակաշարեր զբաղեցնում, որովհետև անարգել են ապրանքը տեղ հասցնում։ Ինչն է պատճառը, ոչ մի անգամ sense չի եղել։ Ամեն օրվա կանգնելու համար արտահանողը գումար փոխադրողին, այդ ապրանքը հասնում է 1 ամիս ավելի ուշ, քան նախատեսել են։ Իհարկե, մեծ ֆինանսական կորուստներ են ունենում եւ բեռնափոխադրողը, որտեղ իր մեքենան անսով կանգնում է, անիմաստ, եւ արտահանողը, բայց ավելի շատ ուժում է արտահանողը։ Որ այս խնդիրը կա, էկոնոմիկայի նախարարությունում էլ են տեղյակ։ Խորհրդարանում այսօր ընդդիմադիր падգամավոր Գառնիկ Դանիելյանը էկոնոմիկայի նախարարին հարցրեց. հայկական խմիչք արտահանող ընկերությունները ֆինանսական ահռելի կորուստներով են ապրանքը տեղ հասցնում, հաճախ դուրս մնալով շուկայի մրցավազքից։ Այն վնասները, որ կրում են մեր տնտեսվարողները, դժվար թե ուշ կգան, եւ այս հարցը շատ կարեւոր է եւ ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինի։ Նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց. երեք Հայաստանում հանդիպել են վրացական կողմի պաշտոնյաների հետ ու այս հարցը նույնպես քննարկել։ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը երեք չառաջի օրը Հայաստանում էր եւ մենք բազմաթիվ հարցերի շրջանակում նաեւ այդ հարցն ենք քննարկել եւ ուզում եմ ասել, որ նախ նշեմ, որ խնդրեմը միայն կոնյակի մեջ չէ, կային նաեւ այլ ապրանքներ, օրինակ ծաղիկը, ուրեմն ալյումինի փայլատի թեղ, տեքստիլ եւ այլը, եւ ուզում եմ գոհունակությամբ նշել նաեւ, որ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ըստ էության կարող եմ արձանագրել, որ այս պայդրությամբ ծաղիկի փայլատի թեղի եւ տեքստիլի հետ կապված հարցերը մենք լուծել ենք։ Խնդիրը կա, ես հիմա ոչինչ չեմ ուզում թաքցնեմ, ոչ էլ ուզում եմ ուռճացնեմ, քննարկել ենք այդ հարցը եւ ի տարբերություն նախորդ ապրանքների դեռևս վերջնական, այդպես ասած, ամբողջ հարցերի փաթեթը լուծված չէ, խոստացել են, որ այս պահին առկա ուրեմն կուտակումների հետ կապված որոշակի լուծումներ կլինեն եւ այն ինչ որ կա ուրեմն բաց կթողեն, բայց մեզ պետք է նաեւ որոշակի, այսպես ասած, ինստիտուցիոնալ լուծում, որ նոր կուտակումներ կամ նոր այդպիսի խնդիրներ չառաջանան։ Ազատության տեղեկություններով այս պահին վրացական կողմում ալկոհոլ տեղափոխող շուրջ 30 բեռնատար մեքենա է սպասում իր հերթին, որ լաբորատոր ստուգումների պատասխանները ստանան կամ ապրանքը հասցնեն վերջնակետ, կամ էլ հետ վերադառնան։ Քննչական կոմիտեն վաղ շաբաթում 9 ոստիկանի է ձերբակալել, ոստիկանության բաժնում գործողություն է իրականացվել, գործը վերաբերում է հանցագործություն թաքցնելուն, դրա համար պաշտոնյական կեղծիք անելուն, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միջազգային լրահոսը գլխավորում է Հնդկաստանի և Պակիստանի միջև վերսկսված հակամարտությունը, ռազմական գործողությունները 3 ծավալվում էին կայծակնային արագությամբ, կողմերը տասնյակ զոհերի մասին են հաղորդում, պահպանվում է երկարաժամկետ լայնածավալ պատերազմի վտանգը։
Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակումից 2 շաբաթ անց Հնդկաստանն ու Պակիստանը պաշտոնապես թևակողեցին պատերազմական փուլ։ Երկու երկրները փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց տարածքների վրա։ Այս ռազմական գործողությունները վերջին տարիների ամենալայնածավալ զինված բախումն է միջուկային մրցակիցների միջև։ Պակիստանը հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, հաղորդվում է շուրջ 5 տասնյակ վիրավորի մասին։ Պակիստանի իշխանությունները հայտարարում են, որ պատասխան գործողությունների արդյունքում հնդկական 5 ռազմական օդանավ է խոցվել, սպառնալով էլ ավելի ծանր հարվածներ հասցնել հարևանին։ Իր հերթին Նոր Դելին հայտարարել է 10 զոհի, տասնյակ վիրավորների մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված մեջբերում կամայական հրետակոծության հետևանքով Քաշմիրը բաժանող փաստացի սահմանագծի վերահսկման գծի երկայնքով։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը պնդում է, որ ի տարբերություն հարևան երկրի բանակի, Հնդկաստանի զինուժը թիրախավորել է բացառապես ահաբեկչական ենթակառուցվածքներ, որոնք կապ ունեն շաբաթներ առաջ արյունալի հարձակում իրականացրած իսլամի զինյալների հետ։ साथियों भारत की सेना ने सटीकता Վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարությամբ մեր զինված ուժերը ոչնչացրել են ահաբեկչական ճամբարները, նախկինի պես տալով համարժեք պատասխան։ Մեր գործողությունները ձեռնարկվել են պատշաճ ճշգրտությամբ։ Մենք թիրախավորել ենք բացառապես նրանց, ովքեր սպանել են մեր անմեղ մարդկանց։ Հնդիկ զինվորականները գործել են այնպես, որպեսզի քաղաքացիական անձինք չտուժեն։ Իսլամաբադը մինչդեռ ահեղ պատասխանով է սպառնում իր դեմ հարվածները որակելով սադրանք։ Երկրի պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է բանակի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ आज रात बुज़दिल भारत ने पाकिस्तान पर बिलाश्तियाल जाहरियत की है। Չհրահրված որևէ կերպ չարդարացված ագրեսիա մեր պետության, Պակիստանի տարածքային ամբողջականության եւ անմեղ մարդկանց դեմ։ Պակիստանի ուժերը ժողովրդի լիակատար աջակցությամբ ուժեղ եւ լիարժեք պատասխան են տալիս թշնամուն։ और भरपूर जवाब दे रही है। Երկու երկրների միջև տասնամյակների լարվածությունը կտրուկ սրվեց անցած ամիս, երբ կռվախնձոր դարձած Քաշմիրի հնդկական հատվածում մի խումբ զինված անձին կրակ բացեցին հնդիկ զբոսաշրջիկների վրա, սպանելով 26 մարդու, վնասվածքներ հասցնելով ևս 17-ին։ Հարևաններն այդ տարածքի շուրջ վիճում են արդեն 70 տարի, այդ ընթացքում էլ մի քանի պատերազմ են մղել։ Սահմանային բախումներն այս տարածաշրջանի շուրջ երկար ժամանակ անկայունության աղբյուր են Հարավային Ասիայում։ Քաշմիրը բաժանված է Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, սակայն երկու երկրներն էլ պնդում են, որ այս շրջանն ամբողջությամբ պետք է իրենց պատկանի։ Քաշմիրը Նոր Դելիի եւ Իսլամաբադի միջև 3 պատերազմներից 2-ի հիմնական պատճառն է եղել։ 1989 թվականից հնդկական կողմում գտնվող Քաշմիրի մի մասում զինված ամստամբներ են գործում, որոնք հարձակումներ են իրականացնում ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ խաղաղ բնակիչների դեմ։ Տարիների ընթացքում երկու կողմից հակամարտության զոհ են դարձել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, ապստամբներ եւ կառավարական ուժերի ներկայացուցիչներ։ Ապրիլի 22-ի հարձակումը դարձավ վերջին 20 տարվա ընթացքում թերևս ամենախոշորն ու արյունալին։ Արյունահեղությունը կրքեր բորբոքեց Հնդկաստանում։ Վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց, որ գետնի տակից կգտնեն ոչ միայն հարձակվողներին, այլև նրանց ցուցում տվողներին, ստիպելու այնպիսի պատասխանատվություն կրել, որը դուրս է զինյալների երևակայությունից։ Հնդկաստանը տեղի ունեցածում ուղիղ մեղադրեց Իսլամաբադին։ Հնդկական ոստիկանությունն անուններ հրապարակեց, պնդելով, որ 4 կասկածյալներից 2-ը Պակիստանի քաղաքացիներ են, մեկն էլ Քաշմիրի Հնդկաստանի կողմից վերահսկվող տարածքի բնակիչ։ Պակիստանի իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունն այդ հարձակմանը։ Իսլամաբադը նախազգուշացրել էր Հնդկաստանի ցանկացած ռազմական արկածախնդրության կտրվի վճռական պատասխան։ Անցած 2 շաբաթվա ընթացքում կողմերը փոխադարձ կոշտ քայլեր են ձեռնարկել՝ դիվանագետների արտաքսումից մինչև սահմանային անցակետերի փակում։ Քաղաքական ցավոտ որոշումներին զուգահեռ երկու երկրների սահմաններին ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն էր տեղի ունենում, ինչը շատերի համոզմամբ լայնածավալ հարձակման մեկնարկի ազդանշաններ էին։ Իրադարձությունների գրեթե նույն հաջորդականությունն ուներ 2019-ի սրացում, այն ժամանակ էլ մահապարտահաբեկչի մասնակցությամբ պայթյուն տեղի ունեցավ, որը 45
հանդիկ ոստիկանի կյանք խլեց։ Ի պատասխան Նոր Դելին պատժամիջոցներ կիրառեց հարևան երկրի դեմ, ապա հարվածներ հասցրեց զինյալների ճամբարներին, դրան էլ հաջորդեց օդային մարտեր եւ հնդկական կործանիչի խոցում։ Չնայած այս կորուստներին այն ժամանակ նման ելքը համարվում էր թեթև։ Հնդկաստանի եւ Պակիստանի քաղաքական գործիչներն ի վերջո կարողացան պայմանավորվել եւ հակամարտությունը մարեց։ Կառավարություններն ամբողջ աշխարհով մեկ այժմ ուշադիր հետևում են երկու միջուկային գերտերությունների միջև անկանխատեսելի իրավիճակին, զանգվածային ոչնչացման զենք ունեցող խոշորագույն երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել իրադրությունն էլ ավելի սրելու քայլերից։ Որքան մոտենում է մայիսի 9 ռուս-ուկրաինական ճակատում դրությունն ավելի սրվում է, օրական բազմաթիվ հարվածային անօդաչուներ են Կիևից Մոսկվա եւ հակառակը ուղևորվում։ Ռուսաստանը տասնյակ թռիչքներ է հետաձգում, օդանավակայաններում կուտակումներ են։ Կրեմլը վաղը կեսգիշերին խոստացել է հրադադար, բայց Ուկրաինան արդեն հայտնել է, որ չի դադարեցնելու գրոհները։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել միմյանց, այդ թվում մայրաքաղաքներին։ Մոսկվան ստիպված է եղել դարձյալ մի քանի ժամով փակել օդանավակայանները։ Հարվածները տեղի են ունենում հաղթանակի օրվա միջոցառումներից ժամեր առաջ, երբ Մոսկվա են այցելում մի շարք երկրների առաջնորդներ, մասնակցելու մայիսի 9-ի ռազմական շքերթին։ Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է, որ ռուսական զինուժը գիշերը մայրաքաղաքին մոտեցող առնվազն 14 անօդաչու է խոցել։ Ռուսական զինուժն իր հերթին գիշերը բալիստիկ հրթիռով եւ անօդաչուներով հարվածել է Կիևին K2 զոհ, առնվազն 6 վիրավոր։ Կիևի բնակիչ Վլադիմիր Խորտովն ասում է, որ վաղ առավոտյան լսել է անօդաչուի ձայնը, ապա պայթյունը եւ կարծել, թե հարևանությամբ գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտ է եղել այն։ Հետո հարևանը զանգահարեց եւ ասաց, որ մեր շենքի առաջին մուտքը հրդեհվում է։ Ես ճանաչում եմ այնտեղ ապրողներին։ Փորձում էի զանգահարել նրանց, բայց չեմ պատասխանում։ Կիևի бնակիչ Քսենյան էլ պատմում է, որ անօդաչուի ձայն է լսել, դրանից հետո հանկարծակի պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո դուրս են նետվել շենքից։ Ծառերի վրա կրակ կար, ինչից հասկացանք, որ անօդաչուն է հարվածել մեր շենքին։ Մենք առաջինը դուրս եկանք, ժամանեց առաջին ոստիկանական մեքենան, ապա սկսեցին դուրս գալ այլ մարդիկ։ Ռուսական զինուժը հարվածել է նաև Զապորոժեին, հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել, առնվազն 4 վիրավոր կա։ Սերգեյ Զեմպլանսկին պատմում է, որ անկողնում է եղել պայթյունի պահին եւ անմիջապես դուրս է եկել ու սկսել օգնել հրդեհը հանգցնելու աշխատանքներին։ Նայեցի դուրս հրդեհ էր բռնկվել, ճիչեր էին լսվում, մարդիկ փախչում էին կրակից, արագ հագնվեցի դուրս եկա, վերցրի ռետինե ջրախողովակը, բացեցի այն, միացրի պոմպին եւ սկսեցի օգնել, անելով այն, ինչ կարող էի։ Մեկ այլ բնակիչ Իրինա Գլուշենկոն պատմում է, որ նույնպես շտապել է օգնել, դույլերով ջուր է հասցրել, ասում է, որ շատ է վախեցել։ Սարսափելի էր, իհարկե սարսափելի էր, ամենուրեք պայթյուններ էին, ես չեմ հաշվել, թե քանի պայթյուն եղավ, լսում էի, թե ինչպես էր անօդաչուի ձայնը փոխվում հարվածից անմիջապես առաջ։ Ուկրաինայի նախագահը անդրադառնալով ռուսական զինուժի հարվածներին ասել է, որ Ռուսաստանի վրա պետք է էլ ավելի շատ ճնշում գործադրվի, քանզի դա է միակ ճանապարհը, որպեսզի հարցը կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։ Երկարատև խաղաղության համար պետք է ձեռնարկվի ցանկացած միջոց, որը ագրեսորին զրկում է պատերազմ վարելու ռեսուրսներից։ Այս ֆոնին Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման ավարտից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել BBC-ին, որում գործող նախագահին քննադատել է Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Կիևը խաղաղության համաձայնագիր կնքելու դիմաց տարածքներ զիջի Ռուսաստանին։ Բայդենն ասել է, որ հիմար են նրանք, ովքեր հավատում են, թե նման զիջումները կզսպեն Ռուսաստանի ախորժակը։ Պուտինը Ուկրաինան Ռուսաստանի մաս է համարում։ Նա կարծում է, որ Ռուսաստանը պատմականորեն իրավունք ունի Ուկրաինայի նկատմամբ, եւ յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա կանգ կառնի, պարզապես հիմար է։ ԱՄՆ նախկին նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի քաղաքականության հետևանքով Եվրոպան կկորցնի վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ըստ նրա, եվրոպական երկրների առաջնորդներն այլևս չգիտեն, կարող են այսուհետ հույս դնել Միացյալ Նահանգների վրա, թե ոչ։
Ակնկալվում է, որ առաջիկա րոպեներին ժամը 21-ին Վատիկանի ծխնելույզից ծուխ դուրս կգա, սպիտակ գույնը կնշանակի, որ Հռոմի պապ է ընտրվել, իսկ ծխնելույզից սև ծխի արձակումն ազդանշան է, որ կարդինալներին չի հաջողվել պապ ընտրել։ Այսօր Հռոմի պապի ընտրության կոնկլավի առաջին օրն է, կաթոլիկ եկեղեցու առաջնորդի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 բարձրաստիճան հոգևորականներ։ Հենրիխ Մխիթարյանի Ինտերը Միլանում 4-3 հաշվով հաղթել է Բարսելոնային, դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Հայազգի ֆուտբոլային աստղը Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցանակի համար կպայքարի, արդեն երկրորդ անգամ խաղը նախատեսված է մայիսի 31-ին Մյունխենում։ Դեռ ամիսներ առաջ մեր թղթակից Մարինե Խաչատրյանի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանը խոսել էր իր կարիերայի մասին։ Հենրիխ, ձեր ֆուտբոլային կարիերան արդեն մի քանի տարուց ավարտելու մասին եք խոսել, միևնույն ժամանակ դուք անփոխարինելի եք թիմում, ձեզնով միշտ հիանում են, երիտասարդ մնալու համար ինչ եք անում։ Ֆուտբոլում ամեն ինչ շատ շուտ է փոխվում, հիմա անփոխարինել ես, վաղը փոխարինելի կդառնա, շնորհիվ ես ինձ անփոխարինելի ֆուտբոլիստ չեմ համարում։ Ուղղակի մարդը փորձում է ինձ ինչքան հնարավոր է օգտագործել, ես էլ միշտ պատրաստական եմ նրան օգնել, թիմին օգնել, որպեսզի կարողանամ հաջողության հասնել նրանց հետ օգնել։ Տեսնենք, թե մարմինս ինչպես կպատասխանի մարզումներին, խաղերին եւ ըստ դրա արդեն կորոշեմ, երբ ավարտել կարիերաս։ Եվ ինչ խորհուրդ կտաք Հայաստանում պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին քայլերն անող երիտասարդներին։ Աշխատել, հավատալ իրենց ուժերին, չբողոքել երբեք, որովհետեւ միշտ պատճառ ենք բերում մարզիչները, չգիտեմ սա, նա պետք է ինքդ քեզ մեջ մանգաս պատճառը, պետք է ինքդ քեզ ստիպես առաջ գնալ եւ կարողանալ հաջողության հասնել, որովհետեւ բոլորին այդ հնարավորությունը տրվում է, բոլորն ունեն այդ հնարավորությունը, բայց մեկը օգտվում է, մեկը չի օգտվում։ Հենրիխ Մխիթարյանի հետ Մարինե Խաչատրյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել Ազատության YouTube-ի ալիքում։ Օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք սոցիալական ցանցերում մեր էջերին, իսկ լրատվական կենտրոնում այսքանը կհանդիպենք։